Ողջույն, 168-ի եթերում կրկին ռանդևուն է։ Այս երեկո զրուցակիցս արտիստ է, ով իր երգով արդեն երկար տարիներ գրավել է համաշխարհային բեմեր, մարդ է, ով մշտապես հավատարիմ է իր սկզբունքներին, ներկայացնում է ազգային ժողովրդական աշուղական երգեր, մարդ է, ով վթարային վայրեջքով իջեցրել է ինքնաթիռն ու ունեցել իր զավակին։ Զրուցակիցս այս երեկո երգչուհի Գոհար Հովհաննիսյանն է։ Գոհար, ողջույն։ Ողջույն Ասատուր ջան, ինձ ներկայացեցիր, արդեն ամաչեցի։ Չէ, չենք ամաչելու, որովհետև որևէ ուռճացրած բառ չեմ օգտագործել։ Դու մարդ ես, ով իրապես այդ ամենը վաստակել է, դու իմ ընկերն ես։ Շնորհակալ եմ։ Դու էլ իմ։ Շնորհակալ եմ, որ իմ տաղավարում ես։ Ուրախ եմ քեզ կրկին տեսնել Հայաստանում։ Ես նույնպես առիթ եղա, որ հանդիպենք։ Ոնց են գործերը Հայաստանում։ Շատ լավ, Հայաստանում շատ լավ, Փառք Աստծո, շատ սիրում եմ Հայաստանը, շատ կարոտում եմ, հաճախ եմ գալիս Հայաստան, տարվա մեջ մի քանի անգամ եմ գալիս, եթե անգամ պահ է լինում այլ երկիր պետք է գնամ հրավերով, անպայման թեկուզ 2-3 օրով պիտի գամ Հայաստան, այդ էներգիան ստանամ, լիցքավորվեմ, որ կարողանամ երգեմ։ Սերն ու ջերմությունը ես կարող եմ ասել Հայաստանից շատ եմ ստանում։ Հայաստանն էլ քեզ է սիրում, հայ հանդիսատեսը մշտապես գնահատում է քո արվեստը ու մշտապես ամենալավագույն համերգներում, միջոցառումներում, հանդիսություններում հնչում են քո երգերը։ Չեմ հարցնելու, թե ինչու գնացիր Միացյալ Նահանգներ, որովհետև դու կիսավոտ ես, հա, այսպես ասած այնտեղ, ու մի քանի անգամ էլ արդեն պատմել ես, թե ինչ եղանակով գնացիր, այլ թեմայի մասին եմ ուզում խոսենք։ Այստեղ ունենալով մեծ զբաղվածություն, անընդհատ պահանջվածություն, գնում ես Միացյալ Նահանգներ ու գիտենք նաև հեռվում գտնվող գեղեցիկ երևացող այդ երկիրը ունի իր ներքին չգրված կանոնները հատկապես արտիստների համար, հա։ Դու այդ ամեն ինչից հետո գնում ես Միացյալ Նահանգներ, շարունակում ես նույն պարբերականությամբ քո համերգները այնտեղ։ Սկզբում դե շատ դժվար էր, որովհետև հաճախ եմ գնացել որպես տենց հրավերներ եղել են տարվա մեջ մեկ անգամ, երկու անգամ, բայց որ գնաս եւ պիտի որոշ ժամանակ ստիպված լինես մնաս, մինչեւ որ քո թղթերդ հարցերը լուծվի, երևի մի քանի ամիս ինձ մոտ դադար եղավ ու ես հասկացա, որ կարող խելագարվեմ հիմա այդ դադարից, որոշեցի, որ խումբ պետք է կազմեմ երեխաների, որովհետև ժամանակ ունեմ եւ իմ այդ ժամանակը ինձ այնտեղ արդարացնելու, իմ մնալ այնտեղ արդարացնելու համար ես որոշեցի, որ երեխաների խումբ բացեմ, որ կոչվում է Գոհարներ եւ սկսեցի աշխատել։ Մի քանի ամիս տանն էի աշխատում, հետո տեղափոխվեցի այլ դպրոցում, ինձ տարածք տվեցին եւ հիմա արդեն ունեմ իմ դպրոց ստուդիան, որտեղ բավականին երեխաները շատացել են, ես աշակերտներ ունեմ, որ շատ դժվար հայերեն են խոսում, բայց իմ նպատակը իմ այնտեղ լինելը, որ ինքս ինձ արդարացնեմ, արդարացի լինի, ես այդ պատճառով որոշեցի, որ իմ եղածը, իմ գիտելիքը երգի տեսքով պետք է յուրաքանչյուր երեխայի մեջ սերմանեմ, սերը դեպի ազգային եւ ժողովրդական երգարվեստը։ Եվ դա ինձ շատ մեծ ուժ տվեց, որ ես կարողանամ այնտեղ այդ դադարը ապրեմ։ Հիմա արդեն ամեն ինչ լավ է, ես երևի մի 10 ամիս չեմ կարողացել գալ Հայաստան, դե հետո արդեն բարբերաբար ես իմ ընտանիքով, երեխաներս անպայման պետք է ամռանը լինեն 3 ամիս Հայաստանում, ես նույնպես իրենց հետ, առանց Հայաստան չենք կարող։ Դա հրաշալի է, որ այնտեղ ստեղծել ես ու կրկին շարունակում ես քո գործունեությունը իբրև մանկավարժի արդեն, մատուցելով, հանրահռչակելով մեր ազգային արվեստը, բայց անհատ որպես երգչուհի Գոհար Հովհաննիսյան, հա, մի քանի արտիստների հետ խոսել եմ, կա այսպիսի մի կարգ, ասեմ, արդեն ձևավորված ավանդույթ, երբ այստեղից գնում ես, բավականին լավ ընդունում են, բայց երբ արդեն մշտական բնակության ես հաստատվում նահանգներում, կարծես թե դաշտում հենց, հա, մի տեսակ արդեն սկսում են սվիններով ընդունել։ Դա ոնց ես բացատրում։ Ես ասեմ, ես դա չեմ
զգացել այնտեղի հայության հետ կապված։ Ես ունեցել եմ այնտեղ լավ ընկերներ, որ լավ բարեկամներ ունեմ այնտեղ, ովքեր որ միշտ իմ կողքին են եղել այդ սկզբնական շրջանում մինչև այսօր։ Ես այդ խորթությունը չեմ զգացել, անկեղծ ասեմ, եւ չգիտեմ, ամեն մեկը մի կերպ է մեկնաբանում, բայց յուրաքանչյուր հայ, դա էլ պետք է անպայման նշենք եւ խոսեմ այդ մասին, որ յուրաքանչյուր հայ երբ գալիս է բնակվելու արդեն Միացյալ Նահանգներում, sense բոլորը մեկը մյուսի հետ կապնվում են, ինչով կարող ենք օգտակար լինենք, ինչ անենք։ Ես ուզում եմ, որ մենք լավից էլ խոսենք, չի կարելի այդ գիտեք տուրիստի կարգավիճակում երբ գնում ես, քեզ հյուրասիրում են, հրավիրում են, բայց ամեն մարդ ունի իր խնդիրը ընտանեկան եւ լուրջ լարվածություն ունի։ Այսինքն ամբողջ օր ինքը չի կարող տրամադրել քեզ։ Իսկ մենք մի քիչ բողոքական ենք, չէ՞, երբ որ անընդհատ մեզ անում են մի բան չէ, ահա զանգեցի չվերցրես, դե որովհետեւ աշխատանքի հարմար չի որ վերցնի։ Չէ, ես շատ ջերմ մարդկանցով եմ շրջապատված եղել, ունեմ այնտեղ մորաքրոջ աղջիկներ, ընկերներ, իմ Գոհարն է այնտեղ, որ չգիտեմ, առանց իր այնտեղ չեմ պատկերացնի, էլի ընկերուհի ունեմ Լուիզան, մենք ընտանիքի նման ենք, այդ խորթությունը չեմ զգացել, անկեղծ եթե ասեմ։ Գոհարի անունը տվեցիր, նախորդ իմ թողարկմանը Գոհար։ Հա, ես տեսա, ինչ որ բաներ խոսեց, չեմ ներել, ճիշտ ասած հաղորդումը, իմ մասին վատ բաներ չէ երևի։ Հա, դե իհարկե, խոսել է, ինչքան հնարավոր է վատ բաներ է ասել, ու ես գիտեմ, որ 4 տարբերակի աղջիկների ամենասիրելին է Գոհարը, դրա համար էլ ինքը վատ բաներ է ասում։ Բոլորն էլ յուրահատուկ են։ Հիմա ես ընդհատեմ քեզ, ամեն մեկը իր գույնը ունի մեր խմբում, ու արդեն խմբում չէ, մեր ընկերության մեջ, Քնարիկը մեր արև աղջիկն է, Նարինեն շատ sense էներգիան է տալիս մեզ, որ մեկ շատ նեղված եմ լինում, անպայման իր հետ պիտի խոսեմ, որտեվ ինքը sense մի քիչ ուրիշ կերպ է, էլի այդ ամեն ինչին անդրադառնում։ Գոհարի մեջ կա մայրաբար, sense բոլորի մասին ինքը անպայման պետք է մտածի, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, որևէ մեկից մոտ խնդիր չկա, մինչև ինքը այդ ամեն ինչը չիմանա, ինքը հանգիստ չի լինի, մեր հոգատարն է Գոհարը։ Դրա համար էլ բոլորը իրեն ավելի շատ է սիրում։ Բայց ինձ չեն սիրում, բան չասեցին։ Ասեցին, բոլորը ասել են, ես այն բախտավորներից եմ, որ 4 տարբերակի բոլոր աղջիկների հետ առանձին հարցազրույցներ ունեցել եմ, բոլորի հետ խոսել եմ։ Բայց ասա, որ իսկապես տարբերակ է, չէ՞, տարբեր։ Իհարկե, ու հենց նախորդ հաղորդմանը ես դա էի հարցնում, ասում էի Գոհար, ինձ բացատրի, ինչ տեղի ունեցավ Սևանի այդ մի սենյակում, որ 4 իրարից տարբեր մարդիկ որոշեցին, որ պիտի մի խումբ կազմեն։ Իդեպ ասեմ, ես երբեք չեմ խոսել այդ մասին, ես ամենամոտը այդ ժամանակ Քնարիկի հետ էի։ Իր հետ շփվում էի, ընդհանուր մեր գաղտնիքներն էինք կիսվում, բայց Սևանի հենց այդ սենյակում շատ պատահական 4-ով հանդիպեցինք իրար ու ոնց որ ի վերուս դա պետք է այդպես լիներ, որ մենք պիտի մտերմանայինք, հետո գործ անենք, հետո գործը կիսատ թողնենք, իհարկե դա ինձ համար կիսատ չէր, ավարտել է, ես արդեն ասելիք չունեի, շատ խոսել եմ այդ մասին, եւ ինձ համար ամենակարևորը ես միշտ եմ ասում, իմ ընկերներին էլ եմ ասում արվեստագետ, որ կարող է դու առավոտ արթնանաս եւ չերքես, չէ, երգը դա պետք չի որ քեզ տենց զենք դարձնես կամ կայանաս, ինձ համար ամուր ընկերությունը ավելի թանկ էր, քան գործը։ Ու շնորհակալ եմ իրենց, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ ավելի ամուր ենք, միգուցե մենք շարունակեինք երգել, աշխատել, այսքան sense մեր կապը ամուր չլիներ։ Հիմա շատ ամուր է։ Դες դու նշեցիր, որ դու արդեն ավարտում էիր համարում այդ փուլում, հա, ձեր համագործակցությունը։ Աղջիկները յուրաքանչյուրը յուրովի ընդունել են քո որոշումը։ Գոհարը նշում էր, որ ամենակիչն է քեզ մեղադրել, որովհետև հասկանում էր քո մոտեցումը։ Ինձ չի մեղադրել ընդհանրապես։ Հա։ Նարինեն բարկացած է։ Դե Նարինեն արմատներով Արցախցի, պատկերացրեք թրերը ոնց կվերցնի ու կգա սենց։ Քնարիկն էլ իր տեսակին համահունչ է իր հեզ ինքը մենակ հուզվում էր, որ ինքը չէր պատկերացնում։ Ու նաև ինքը մի անգամ պատմեց, որ կար նեղացվածություն, որովհետև դու չէիր հայտնել այդ որոշումը աղջիկներին։ Ինչի Գոհար։ Ես չեմ հայտնել։ Պրոդյուսեր տղաների միջոցով հայտնել ձեր դադարեցման համար։
Դե այդ ժամանակ երկու տղաներ կային, ովքեր որ արդեն մեր Տիգրանը եւ Սաշան, իրենք մեր հետ աշխատում էին, տեսահոլովակ նկարեցին ու անընդհատ ինչ որ իմ դեմքը իրենց անդադարձ ասում են ինչ որ բան կա, ինչ որ խնդիր կա, մեզ կասես ինչն է, էլի պատճառը, որտեղ մենք պետք է աշխատենք, մենք պիտի շարունակենք, մենք գումար պետք է ներդնենք ձեր այս նախագծի հետ կապված ու ես ասի որ այո, իմ սրտով չի։ Եվ հիշում եմ մի երգ էր գրվել նոր, որ պետք է երգենք, ես ասենց դժգոհ դեմք ընդունեցի անկախ ինձանից։ Նարինեն ասեց մի ինքը ամեն երգի այդ սկզբում էլ ինքը այդ դեմքը ընդունում է, հետո երգում է, հետո հարմարվում է, բան ես չկարողացա խաբել այդ տղաներին, ես դեռ պատրաստ չէի, ուժ չունեի, ես չգիտեի ոնց ասեմ աղջիկներին, որ հանկարծ իրենց չնեղացնեմ, բայց այս կազմակերպիչները իրենք իմ այդ հայացքը որսեցին, որ ես ինչա պատահել կասես խնդիրը, ու ես այդ խնդիրը հենց ամենասկզբում իրենց ասացի։ Դա էր պատճառը։ Չէի պատրաստ չէի, որ ես մեր աղջիկներին տենց ասեի, վախենում էի, որ իրենց կկորցնեմ այդ ասելուց։ Բայց փառք։ Իսկ այդ մի ամիսը, հա, դրանից հետո տևած շատ վատ էր, բոլորիս համար շատ ծանր էր, հետո հիշում եմ Նարինեի տարեդարձներ եւ Նարինեիս ամուսինին զանգահարեց ու ասեց, որ դու պարտադիր պիտի գաս մասնակցես։ Իդեպ ասեմ, Նարինեն ինձ չէր հրավիրել։ Դա նորից հիշեցի, հիմա ազդվեցի, տես հիմա կարող է դուրս գամ ու զանգեմ իրեն։ Նարինեի ամուսինին ինձ զանգահարեց ու ասեց, որ Ժող ջան, դու պիտի անպայման գաս այս ծնունդին։ Ես sense կոմպլեքսավորված, ամաչելով գնացի այդ սրահը, որտեղ որ հավաքվել էին, իհարկե դա ամեն ինչ անցավ, փառք Աստծո։ Տխուր թեմաներից չենք խոսում, շարունակում ենք խոսել այսօր ոլորտում տեղի ունեցողից Գոհար։ Այսօր հայկական երգարվեստում ըստ քեզ ինչ է կատարվում։ Բարդ հարցեր ես հիմա ինձ տալիս, շատ վատ է կատարվում։ Գիտեք, ամեն մարդ իր առաքելություն ունի, երբ գալիս է լուսաշխարհ, ինչ որ մի բանի համար է գալիս։ Այսօր ամեն ինչ շատ խառնված է։ Հանդիսավարը երգիչը հանդիսավար է, հասկանում եմ, շատ համերգներ երևի չեն կազմակերպվում, դա է պատճառը, որ մարդիկ ապրելու խնդիր ունեն։ Ինչ որ մշտական աշխատավարձ որևէ տեղից չեն ստանում, դա էլ եմ հասկանում, ընտանիք են պահում, բայց ես երբ փոքր էի, մեր վարպետները, որ քննադատում էին երգիչների նոր սերնդին, ասում էի, վայ, ինչի են սենց խոսում, էլի, հիմա ես հասկանում եմ, որ չես դիմանում, երբ որ դու ինքդ ծառայում ես երգարվեստին եւ որևէ երգիչ վերցնում է մեր պատմությունը, չէ՞ որ մեր ժողովրդական երգը մեր պատմությունն է։ Ես համաձայն եմ, որ ժամանակները փոխվում են, կարելի է նորովի մատուցել, նոր գործիքավորման, բայց վերցնում են մեր պատմությունը եւ աղավաղելով չեն էլ հասկանում ինչի մասին են երգում, այդ չեմ դիմանում ես։ Չեմ ընդունում։ Կան այսօր նոր ստեղծագործողներ, ովքեր կարող են նոր երգեր գրել, դու ինչ կերպ ուզում ես վերցրու եւ երգի, բայց արժեքներ կան, որ մենք պարզապես իրավունք չունենք, սկսած ինձանից, որ մատերի արանքով նայենք եւ ոնց պատահի այդպես երգենք։ Օրինակներ մի քանի կարող եմ բերել, երգում են հայրենասիրական երգեր, հա, պարում են, բայց այդ մարդը քերի տակ եւ պարում են։ Այո, սքոլուրա բերել, չէ, կամ ասենք չի կարելի երգել արշալույսը, դու ձիու մասին չես երգում, ձին որդու մահվալուրն է, չէ, բերում, որ մի խոսքով երգեր կան, որ մենք ուղղակի պիտի գիտակցենք ինչի մասին են երգում, բայց այսօր գրվում են երկու տող բառեր, կրկնվում է մի 36 անգամ այդ բառերը, այդ իրենց խնդիրն է։ Ունեն իրենց լսարանը կամ չունեն իրենց լսարանը, բայց վտանգը գիտեք որն է, երբ որ մի երգիչ կամ երգչուհի սիրվում է, սիրված է դառնում, ինքը պիտի ավելի մեծ պատասխանատվություն ունենա, երբ որ երգում է պոպ ժանրում, օրինակ, եւ որոշում է մի քանի հատ էլ ինչի՞ չէ մոդայից հետ չմնամ, վերցնեմ ժողովրդական երգերը, ինտոնացիան կփոխեմ արաբա-թուրքական խաղերով կամ չգիտեմ ինչով, ես այդ չեմ կարողանում տանեմ։ Եթե մի քիչ կոպիտ եմ խոսում, ներողություն եմ ուզում խնդրեմ, պարզապես դա ինձ համար ժողովրդական ազգային երգը
դա մեր հայի դեմքն է, մեր հայի տեսակն է, դա մեր այբուբենն է, ոնց որ որոշեմ, որ ատառը չգիտեմ, ինչ կերպ պիտի գրեմ։ Ես իրավունք չունեմ, չէ՞, ես փոխեմ այդ տառը։ Այ գլխին ցի գլխարկ դիմես։ Այո։ Գար կա այսօր հայկական երկարվեստում արտիստ, ում հաջողությունը չես կարող հասկանաս։ Չէ, ես հասկանում եմ, ինչի՞ չէ։ Ամեն մարդ ունի իր հաջողությունը, ամեն մարդ ունի իր աշխատասիրության, աշխատելու ձևը։ Ես ուրախ եմ, որ մեր յուրաքանչյուր հայ արտիստ, երգիչ կլինի կամ երգչուհի կլինի, ինչ որ հաջողության է հասնում, որովհետև մենք միշտ սիրում ենք, չէ, օտարի հետ համեմատվել, տեսակ ամերիկյան որևէ պոպ երգիչը կամ տեսակ ինչ արեց, բայց մենք էլ ունենք տենց երգիչներ, ինչու՞ չէ։ Կառանձնացնեմ հիմա շատ սիրված մի երգիչի Արկադի Դումիկյանին, որ անչափ իրեն սիրում եմ, իր մարդկային տեսակը, որակը, ու այսօր ինքը ամեն վարքյան աշխատում է, ոնց չուրախանաս, չէ, ոնց չհպարտանաս մեր հայ երգիչով։ Միանշում։ Ու տենց շատ կան։ Հիմա անուն չեմ ուզում թվարկել։ Նույն Դումիկյանի, Արմենչիկի, Արման Հովհաննիսյանի կողքին էլ կան արտիստներ, ովքեր դժվարանում եմ ասել, երգում են, հա, դաշտ են նետում ինչ որ ստեղծագործությունն էլ է շատ կարևոր բառ, ինչ որ բան ու վաղը վայելում են համընդհանուր։ Դե ուրեմն դու սենց մտածի, այդ դաշտում էլ էլի մի քանի հոգի կանցնեն, երևի այդ նետածը, չգիտեմ, գնահատում են կամ ողջունում են, չեմ հետևում անկեղծ որ ասեմ։ Հիմա նայ, AI-ով գրած, ինչ որ ճնգլը մնգլ, YouTube-ում ունի ավելի շատ դիտումներ, քան քո վերջին տեսահոլովակը։ Համաձայն եմ։ Ինչու՞։ Ժամանակներն են փոխվում։ Իսկ դու ինչ ես անում այդ ժամանակի մեջ տեղավորվելու համար։ Ես չեմ չարանում, ամենակարևորը այսօր կյանքում դա է, որ չչարանաս եւ որևէ մեկին որևէ բան չփորձես ապացուցել, չհավասարվես։ Ինչ շատերը իմ երաժշտական այդ գործընկերները միշտ ասում են, որ միգուցե փոխես մի քիչ ժանրը, էստրադային կամ այսօրվա այդ տենց որ մելանխոլիկ երգերից երգես, ես կարող եմ երգել, երբ որ մարդը հիմքը լինում է ժողովրդական երգարվեստը, իր համար տենց մի քանի մետրանոց խաղերը, դա ինձ համար, գիտեք, մենք միասին ենք այդ դպրոցը անցել, շատ հեշտ է, տեխնիկա, բայց դու ինքդ քեզ պիտի չխաբես եւ առաջինը դու ինքդ չարանալով քեզ ես վնասում։ Պարզապես պետք է մտածես ինչ կարելի է անել, քո երգելավոճը չփոխել, բայց նորություններ տալ, որ այսօր երիտասարդությունը, այսինքն իմ երեխաները, ես այսօր իմ խմբում էլի եմ ասում, ես մի երգ եմ երգում, գութանու ես տնքում էր, հողը գարին ծածկում էր, այդ ես բառը որ ասում եմ, երեխեք սկսում են ծիծաղել, որովհետև իրենք չգիտեն դա ինչ է։ Հիմա ես պիտի բացատրեմ, բալես, այդ կովիկին գիտեք, չէ, որ կաթա տալիս, դե հիմա անգլերենը շատ լավ է, էլի իհարկե, ասեմ, եզը գիտեք ով է, կովիկի boyfriend-ն է, լավ, մեր ժողովրդական խոսքով ասած, նշանածն է, չէ, իհարկե, մի քիչ հումորով, մի քիչ որ մատչելի դարձնես, նոր սերնդին, դու ոչ չարացի, ոչ հավասարվի, ոչ համեմատվի, ուղղակի լուր ես իմ գործն եմ անում։ Եվ ես երբեք չեմ հիասթափվում։ Լինում է, որ նեղվածություն անհնար է որ չլինի, նեղվում եմ, ինչ որ մի բան կարող է, բայց խնդիրը իմ մեջ եմ ման գալիս, ինչն եմ պակաս անում։ Ոչ թե որ տեսակ ես ինչին, չգիտեմ, ինչ որ ձայներ էր հանում, ինչքան պրասմոտր ունի ես չունեմ, չէ, ես այդ տենց բաներով չէ, որովհետև ամեն մարդ ունի իր ժամանակաշրջանը, ամեն մարդ ունի իր սկիզբը, զարգացումը եւ ավարտը։ Ես փորձում եմ, որ ինքս իմ մեջ նոր բաներ, ես հիմա շատ նոր նախագծեր եմ ուզում ինքս ինձ հայտնաբերեմ, բայց դեռ դրա մասին չեմ խոսի, ինչու՞ չէ, թեկուզ ակումբներում, երբ պարում են երիտասարդությունը, կարա լինի մեր էթնիկ երգերը, որտեղ իրանք ամենաքաղցրանուշն են։ Մի փոքր ռիթմը փոխի, իհարկե, երաժշտություն, այո, հիմքը պահելով, մաքրամաքուրը պահելով, որովհետև ես ինքս, երբ որ յուրաքանչյուր երգ վերցնում եմ, որ պետք է երգեմ, ամեն մի վարպետի լսում եմ,
ամեն մեկին, բայց ոչ մեկի չեմ նմանակում։ Ես ինքս պիտի դա իմ ասելիքը դարձնեմ։ Իսկ ո՞նց ես նայում, որ քեզ են նմանակում։ Նույն քո աղջիկեմ Սասունցին կամ Հելնին Ես ուրախանում եմ, որ երգում են, այնքան եմ ուրախանում, շատ։ Որովհետեւ դու այն արտիստներից ես, ով տենց ջանասիրաբար իր գործիքավորումները տրամադրում է, որ երգեն։ Այո, միշտ ես այսօր իմ աշակերտներին էլ սովորեցնում եմ իմ գործիքավորում երգեր ունեմ, որ դեռ չեմ երգել։ Բայց իմ նպատակը մեկն է, չէ, որ պահենք, պահպանենք եւ տարածենք։ Բա հեղինակային իրավունք։ Խնդիր չկա տենց իրավունքի։ Իհարկե ես պիտի իմանամ։ Մի քանի տարի առաջ ես որոշեցի, որ հայֆիդայներ երգը պետք է նոր, ես ուղղակի որոշեցի, որ պետք է կատարեմ, իհարկե ամիսներ դա տևեց, մինչև որ ես մարսեցի, սովորեցի տարբեր վարպետներին լսելով, բայց սկիզբը իմ երգի վրա պետք է գործիքավորումը հավաքվեր։ Այդ ատլիպիտում էր, այո։ Եվ մեկը զանգահարեց, ասեց ես ուզում եմ քո այդ մինուսը ինձ տաս, բայց այդ սկզբի մասը պիտի կտրեմ։ Ես ասացի, չէ, չես կարա կտրես։ Չտվեցի իրականում, դե բարդ չի կարողացել երգից։ Չէ, տենց կտրել ձևել, այդ չեմ սիրում։ Բայց ես շատ ուրախանում եմ, որովհետև խոսքը տեղ է հասել, չէ, որ երգում են, թեկուզ որ միտեղ գնում ես առիթների որևէ երգիչ երգում է, ես իսկապես շատ ուրախ եմ լինում այդ պահին, որ մեր երգերը ինչու՞ չէ, ես ուզում եմ որ տարածվի։ Ես ուզում եմ որ յուրաքանչյուրս երգենք այդ երգերը։ Գար, այս տարիների ընթացքում եղել է պահը, որ մտածես վերջ, ավարտվեց ամեն ինչ։ Չէ, դե երևի չգիտեմ։ Մահից առաջ էլի։ Չէ, ես միշտ ասեմ Աստված ջան, խնդրում եմ, ինչե վերջին շունչը ես ուզում եմ որ երգեմ։ Ես չգիտեմ ինչքան կերգեմ, ես կարող մի ժամ հետո էլ չերգեմ, բայց չեմ կարող առանց երգի, ես ապրում եմ երգով։ Ես սնվում եմ երգով։ Ես մենակ տանը կարող եմ երգել, եթե երկու օր ինչ որ առիթ չլինի չմասնակցեմ, կամ ինչ որ միջոցառման են կանչում, ասում են քանի երգ եք երգելու, ես տենց այդ քանի երգ էդ էլ չեմ հասկանում։ Եթե մարդը ապարում է, ինչ անենք 10 րոպե ավելի երգի, ոչինչ քեզանից չի գնում։ Դե ինչի կան արտիստներ, ովքեր ասում են, չէ, մենք վճարվել ենք այսքանի համար։ Դե լավ են անում, եթե կարողանում են անել, ես չեմ կարողանում դա անել, որովհետև ես ապրում եմ երգով։ 4 տարբերակը դնում ենք կողքի, Գոհար։ Հայկական երգարվեստում կա ընկերություն։ Նախ ես sense մի բան ասեմ, այո, իհարկե կա։ Ոնց չկա։ Ամեն մեկին պետք է ընդունես նենց ոնց որ ինքը կա։ Եթե փորձես փոխել կամ քեզ հարմարացնել, այդ չի լինի տենց։ Ըստ իս կա ընկերություն։ Իսկ այս տարիների ընթացքում մեջքից հարվածողներ կամ նույն ոլորտում մարդիկ, ովքեր Ասատու ջան, գիտես, սենց ասեմ, հա, շատ բան ես նկատում։ Տարիների ընթացքում, երբ որ ես սենց հումոր չէ, իհարկե լուրջ եմ ասում, 40 տարեկանից հետո, երբ որ մանավանդ ես գնացի Չակերտավոր, որ տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ, որ վերադարձա, հասկացա, որ շատերն են ինձանից գնում։ Ես ինձ համար վիրավորական է միշտ ու Գոհարը միշտ ասում է մի բացատրի մարդկանց, ճիշտ ասում, ես ընդունում եմ այդ խորհուրդը, վիրավորական է, երբ որ իրենք քո հետ շփվում են նենց, որ դու փոխվել ես։ Ասում հա մազերս ա մի քիչ երկարել երևի, մարդը չի կարա փոխվի։ Իրենք են քո հանդեպ փոխվում։ Այ երբ որ գնում են, հիմա ես ինքս ին վրա աշխատում եմ, առաջ կգնայի կպարզաբանեի, հասկանում ես կընկնեի այդ մարդու հետևից, ինչն է պատճառը, մինչև ես չիմանա, ես հանգիստ գլուխս բարձին չէի դնի։ Հիմա այո, իսկապես փոխվել եմ, եթե գնում է բարի ճանապարհ իրեն։ Հեշտ ես բաց թողել։ Հա։ Սովորում եմ հեշտ բաց թողել։ Դեռ տենց հեշտ չեմ բաց թողում, իմ մեջ տալիս առնում, վիրավորվում, նեղվում, բայց հետո ասում եմ, որ մարդուն զորով պիտի չպահես։ Եթե ուրեմն այս շրջանում դու արդեն հասուն ես, ինքը քո հետ էլ չի կարողանում, Աստված իր հետ։ Բայց էլի եմ ասում, պիտի չչարանաս, որտեղ առաջինը վնասում ես դու քեզ։ Եվ պետքի համար պիտի չշփվես մարդու հետ։
ես չեմ կարողանում հասարակությունում այդ պետքի համար իրար հետ շփվողները։ Կան տարբեր, էլի մարդու տեսակ է դա, այդ մարդն էլ տենց է։ Պիտի ընդունես նենց ոնց որ ինքը կա իր թերությունով եւ առավելությունով։ Չգիտեմ, շատ կան տարբեր տեսակի մարդիկ, շատ կան։ Ուղղակի պիտի ընդունես իրենց նենց ոնց ինքը կա։ Պարտադիր չի որ այդ մարդու հետ անպայման ես առաջ ուզում եի որ անպայման ընկերություն անեի, անպայման ինքից ճանաչեր, մինչև վերջին sense իմ բնավորության գիծը ինքը ճանաչեր, բայց հետո հասկացա որ հեչ պետք չի որ այդքան էներգիատ վատնես։ Կրկին ցավոտ թեմայի մասին ենք խոսելու։ Գիտեմ թե ինչ դժվար է եղել քեզ համար եւ առհասարակ գիտակից յուրաքանչյուր մարդու համար 2020-23 իրադարձություններ, որոնք իրենց անուրանալի հետք ունեն յուրաքանչյուրիս հոգում գիտակիցներից։ Մենք ինչ ենք այդ ամեն ինչից քաղել։ Արցախի կորուստը ինչ որ բան սովորեցրել է։ Ես անկեղծ ասեմ, որ ես դեռ մենք չենք գիտակցում, ես չեմ գիտակցում մենք ինչ ենք կորցրել, որովհետև դա ամենա ցավոտն է, հենց պատերազմը դեռ չէր ավարտվել, մեր շատ սիրելի Արամ Շահբազյանը ֆիլմ նկարեց Ամարաս վանքում եւ այդ ժամանակ ես մի քիչ էլ խնդիր ունեի առողջական, դժվար էր այդ ճանապարհ գնալ մի խոսքով, բայց ես գնացի եւ այնտեղ Ամարաս վանքի պատմությունը նկարվեց, որտեղ որ երգեցի հենց այդ վանքում։ Հիմա որ գալիս եմ Հայաստան, անպայման սիրում եմ որ գնամ մեր գյուղերը, շրջեմ, որտեվ ես դա եմ սիրում։ Չեմ ուզում հավատամ, որ մենք էլ Արցախ չենք կարող գնալ։ Ես պատերազմից հետո մնացել եմ 2 տարի այստեղ եւ չգիտեմ, ինձ թվում էր, որ ես այդ վատ վիճակից դուրս չեմ գա երբեք, որովհետև ես շաբաթը եթե 1 օր չէ, 2 օր զոհված զինվորի տարեդարձ էի երգում եւ ինձ զանգում էին ծնողները հենց, որ տղաս պետք է լիներ 20 տարեկան, ուզում ենք որ դու գաս ու իր ծնունդին երգես, որտեղ մարտական ընկերները պետք է լինեն այնտեղ։ Առաջինը եղավ իմ Դավիթ Ամալյանի իմ շատ սիրելի իմ ամենաթանկ ընկերոջ Վարդանիս տարեդարձը։ Եվ հետո ես հասկացա, որ հոգեբանական արդեն լուրջ խնդիր ունեմ, որովհետև ես ուղղակի չեմ կարողանում, արդեն իմ ուժերից վեր է դա։ Այսքանը։ 20 տարուց ավելի ճանաչում եմ քեզ։ Դու ինչպես քո խոսքում իր քիչ առաջ նշում, կատեգորիկ չես փոխվել, քո մարդ տեսակը, քո հումորը, քո ջերմությունը, բարձրությունը խափում են, չէ։ Այդ ուզում են հիասթափեցնեն, չհավատաս։ Դու քո տեսակով ազգային ես, դու քո տեսակով չփոխվող ես ու Հիմա կասի ինչի գնացիր Հայաստանից, չեմ գնացել, Ասատուր ջան, ես այստեղ եմ։ Չեմ հարցնում, ես գիտեմ, որ չես գնացել, բայց մինչև եթերը խոսում էինք, ու ինձ համար բացահայտեցի այն փաստը, որ աղջիկներով գնացել էիք մի հրաշալի համերգի, որը քեզ բնավ չէր հետաքրքրում։ Շատ։ Արի այդ պատմությունը պատմեմ։ Այդ երգիչների անունը պիտի ճիշտ արտասանեմ, հետո Գոհարը կասի սխալ ասացիր։ Backstreet Boys, հա, ճիշտ ասացի։ Այո։ Իրանք մեր ռայոնել են եկել տարիներ առաջ։ Մոլодец։ Արագածոտնա։ Հա, նայնեն եկավ Ամերիկա, ու սենց երազանքներով, վայ ոնց որ իմ մենահամերգին գար այնքան ոգևորված էր։ Նալուլ չլսես։ Վերջը սենց վապտի գնանք Լաս Վեգաս, պետքա հա Գոհարը արագ կազմակերպեց այդ տոմսերը, Աստված իմ, ես Գոհարի ամուսնու հետ շատ մոտ եմ, շատ ոնց որ իմ եղբայրը լինի, ես որոշեցի դե իմ ամուսնու հետ կգնանք, բայց ես Նարեկի հետ ուրիշ տեղ կգնամ, տենց ման կգամ կսպասեմ կամ թեկուզ դրսում կսպասեմ, որ իրանք գնան այդ համերգին, ամուսինս Գոհարը եւ Նարինե Մկրտումյանը, որից ուղղակի չեմ կարող էլի նստեմ, բայց քանի որ այդ սրահը շատ լավն էր, սենց ինքը ամբողջը գրաֆիկա էր, տեսնում էր ոնց որ ժայռերի մեջից այդ երգիչները դուրս էին գալիս, բայց ընդամենը իրենք 4 հոգով կանգնած երգում էին,
Հա, այդ լավ էր, այդ լույսերը բան են փոքր երեխուն որ տանում են, այ բալես լույսերը բան կրկես են տանում բան, այ դες է պապիկը դուրս կգա բան այդ գլոբուսի մեջից ո՞ր։ Դե նայեցի կես ժամ 40 րոպե լույսերը sense տարված նայում այդ մարդկանց ընդհանրապես չեմ հասկանում ինչի մասին են երգում, նայեն են, sense բան։ Հա, դե այդ աշխույժ կողքս բոլորը գոռում են, հագել են այդ մայկաները բան, sense մեկ էլ մի մոմենտ աչքս կպավ։ Նարինեն ես չէի սպասում ինձ շատ ազդվել եմ իհարկե այդ քայլից հետո մեկ էլ տեսնեմ ինքը բերանս բաց ինձ նկարել է էլի որ ես արդեն խորը քուն եմ մտել պատկերացնում Backstreet Boys-ը ինձ կանչել է իրանց տուն ասես մի ուրախություն մի բան ու նա անուլը չի եկել էլի իրանց տուն չգիտեմ երևի ինձ խորթ է ես տենց չեմ կարող տենց նստել այդ համերգը նայել հետո ծիծաղեցին որ դու պիտի չգայիր բան ասես դե գնացի ոչինչ ճաշակեր զարգացա ահագին փոխվեցի այդ համերգից հետո աշխարհայացս փոխվեց ինքնա ժամանակ լավ բաներ էր գնացա Գար հասանք ռանդևուի բլիցին ինչից ես վախենում մարդկային կորստից ինչի համար ես ափսոսում որ չեմ հասցնում որևէ բան միշտ շտապում եմ ես իմ բնավորությամբ միշտ շտապում եմ եւ ափսոսում եմ որ ես չհերիք եմ որևէ մեկին կամ որևէ մեկը ինձ չհերիքի բնավորության գից որն ուզում ես իսպար վերացնել քո մոտ անհանգստությունը կամ մարդ ում չես ների երբեք չկա տենց մարդ իսկ ինքդ քեզ ներել ես ես ինքս ամեն օր ես իմ ամենամեծ քննադատն եմ եւ երբ գլուխս բարձին եմ դնում մի հատ այնց ամբողջ օրս ուզում եմ վերլուծեմ շատ պահեր է լինում որ ես ինքս ինձ սխալ եմ անում շատ եմ դատում վերջին անգամ երբ ես արտասվել գար միշտ հիմա էլ խոսենք կարտասվեմ իսկ կամ արդյոք կուզեիր ինչ որ բան ասել բայց չես հասցրել կուզեի հայրիկիս վերջին պահը ուղղակի իր կողքին լինեի ինչ կասեիր պապային գարը չի ասի պարզապես ինքը կտեսներ որ ես հասցրեցի համերգ երգեցի եւ հետ եկա դեռևս քո մեջ չես հաղթահարել այդ մեղքի զգացումը որ չհասցրեցիր հաճախ հաղթահարում եմ հաճախ հիշում եմ բայց պիտի շատ լինում է որ հիշողությունդ բաց թողես երբեմն ու շարունակես ապրել այսօրվա գոհարին եթե պապան տեսներ այն պապան որ չեր ուզում գոհարը երգի ինչ կասեր չէ բայց հետո ուզում էր հետո չէր պատկերացնում ինձ առանց երգելու պարզապես ամեն անգամ որ համերգների գնում էի միշտ ասում էր մի գնա ես քեզ չեմ տեսնի կկարոտեմ երևի վերջին համերգներ որ ինքը ասաց գնա ես վստահ եմ որ ամեն ինչ լավ կլինի Գար հասանք ռանդևուի այն ռուբրիկային երբ պիտի առաջարկես իմ գալիք թողարկման հյուրերից մեկին ում ես առաջարկում հենց նոր իմ մոտ միտք եկավ ես ուզում եմ որ մենք ինձանից հետո հյուր լինի այստեղ Արայիկ Կաբաջյանը ոճաբան իդեպ ասեմ վերջին մի քանի տարի ես իր հետ եմ աշխատում հագուստներս ինքն եմ մտածում եւ այստեղից այնտեղ ես իրեն որ զանգահարում խնդրում եմ անպայման 10 օր հետո հագուստս ինքը ուղարկում է Ամերիկա եւ ոչ մի բան չկա փոխելու խնդիր չի առաջանում իր մարդկային որակի, մարդկային տեսակի համար շատ շնորհակալ եմ իրեն, ուզում եմ որ հյուրը ինքը լինի։ Սիրով Արայիկը այն մարդն է, ով կարող ենք այսպես կոչված ասել հագցնում է ամբողջ հայկական շոու բիզնեսին։ Այո։ Այո, շատ։ Զանգում ենք Արայիկի։ Աղոք։ Արջան, նորից բարև։ Ողջույն։ Ես հիմա ռանդևու հաղորդման հյուրն եմ։ Եվ ձևաչափը սենց է հաղորդման, որ եթե ես մեկը հյուր է գալիս, իրանից հետո ինքն է ընտրում հյուրին։ Հիմա քեզ լսում են եթերում, ես ուզում եմ, որ հաջորդ հյուրը դու լինես այստեղ։ Արայիկ ջան, ողջույն, Ասատուրնա 168-ից։ Ողջույն, Ասատուր ջան։ Իմ հագուստների լավագույն ոճաբանն է ինքը։ Եվ առհասարակ Իման Դավաճան։ Շնորհակալ եմ։
Դե Արջան, ուրեմն ասատուրը կզանգահարի քեզ ու կպայմանավորվեք։ Շնորհակալ եմ շատ։ Լավ։ Հա, բայց շատ կուզենայի, որ երկու երգչու էլ կային, Լեյլա Սարիբեկյան եւ Ալա Լևոնյան իրենց էլ հրավիրենք, իրենց շատ եմ սիրում։ Իմ ընկերներն են։ Հրաշալի արտիստներ, հրաշալի մարդիկ։ Զանգում ենք։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Տիկին Գոհար։ Ինչպես եք Տիկին Սարիբեկյան։ Ռուժաներում ֆրֆռում ես, տեսնում ենք, բանը տենց։ Սիրելիս, ես քեզ շատ սիրում եմ ու հիմա ռանդևու հաղորդման հյուրն եմ։ Ինչի հյուրն ես, լսի, այդ բոլորը դե չեք ընձի զանգում։ Լելա ջան։ Այդքան շատ եք սիրում, բլը ճիշտ ասա։ Հիմա դուք եթերում եք, բալես, լսի։ Հա, ես ռանդևու հաղորդման հյուրն եմ եւ այդ հաղորդումը ունի sense ձևակերպ, որ հաղորդման ընթացքում կանչում ես քեզանից հետո օրինակ ինչ արտիստի ես հրավիրում, չէ՞, տենց ասած ու ճիշտ եմ ասում, այո։ Ողջույններս։ Ինչ հրավիրես խնդրում եմ։ Արդեն հրավիրել ենք Լեյլա։ Չեմ գալու։ Լեյլա ջան, ես կարամ գամ տուն, մազերդ ֆենեմ, սարքեմ ինչն է։ Քեզ մեքենայով բերենք, հարազատները մոտենան։ Չեմ գալու, ոչ մի հաղորդման չեմ գնում, էլ ոչ ասեմ։ Բայց այս պահին դու եթերում ես, Լեյլա։ Ինչ անեմ։ Փրկեց, հա։ Լեյլա, հիմա եթե ասենք ասոն լիներ կգայր, չէ՞։ Ասարևը, գամիշ կարաս ասես։ Ես քեզ պաչում եմ, լավ, արի այս մարդուն մի համոզի։ Լավ, ես վստահ եմ, որ Լեյլայի մոտ կհասունանա պահը ու ինքը կգա ռանդևու։ Այո։ Ես քեզ գրկում եմ, համբուրում եմ։ Եմ կարոտել արևս։ Անպայման մենք էլի։ լավ արևս։ Արի զանգեմ Ալային։ Զանգում ենք Ալա Լևոնյանին։ Գոհ, Բարև ձեզ։ բարև ազիզս։ Իմ շատ սիրելի երգչուհի ջան, դուք հիմա եթերում եք։ Էլի։ Ռանդևու հաղորդման շրջանակներում, հա, իրենք սենց ձևաչափ ունեն, որ հյուր ես գնում, անպայման քեզանից հետո հյուրը պիտի ընտրի, թե ով գա։ Ու իմ սիրելի Գոհարը բարձ է ընտրեց ինձ։ Այո, իմ սրտի Դու էստեղ ես, հա Գոհար ջան։ Այո, տես տեմբրնել։ Տես եթերի ժամանակ տեմբրնել փող։ Ես 2 օրից մեկնում եմ ասատուրին ասա։ Ահա, ինքը լսում է Հետո քեզ։ գալիս եմ ասատուր ջան, ողջույն։ Ողջույն, ալա։ Մեկնում եմ ցավ տանեմ, գալիս եմ մի հատ եմ գնում, գալիս մինչև աշուն, սենց գնում գալիս եմ, էլի ես։ Թե աշունը վերաբերվի մեզ ուրեմն։ Ահա, հետո ասատուրը կզանգի քեզ ու կպայմանավորվեք, ես էլ բամբանյարկայով կգամ ձեր տուն։ Երբ ես գալու։ Երբ ինձ զանգահարես։ Ես լավ եթեր եմ մաղթում։ Շնորհակալություն Ալա ջան։ Լավ եղեք։ Գոհար, շնորհակալ եմ քեզ հրաշալի զրույցի, անկեղծ ապրումների եւ վերջապես իրար տեսնելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ քեզ, իդեպ ասեմ ասատուր ջան, ես շատ վաղուց եմ քեզ ճանաչում, ենք միասին երգել ենք Ջիվանու անվան դպրոցում, իմ կարծիքը ասեմ, քո հաղորդման հետ կապված շատ սիրված է եւ ով նայում է անպայման առաջին հայացքից ասում է, որ շատ խոսքի կուլտուրան շատ գեղեցիկ է իր։ Շնորհակալ եմ քեզ հրավերի համար, բայց մի խնդրանք կուզեմ, որ դու հաղորդման ընթացքում գոնե մեկ երգես, որ մարդիկ իմանան, որ դու համել սիրուն ժողովրդական երգեր ես երգում։ Այդքան համեստ մի եղի։ Շնորհակալ եմ։ Հոգաչափ շնորհակալ եմ գնահատանքի համար, լավ խոսքերի համար եւ իմ ընկեր լինելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ այս երեկո զրուցակիցս տաղանդաշատ երգչուհի Գոհար Հովհաննիսյանն էր։ Շարունակեք հետևել 168-ին, կհանդիպենք։